Իրանի փոխարտգործնախարարը Բաքվում հայտարարել է, թե նախագահ Մազուդ Փեզեշքյանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում։ Իրանցի պաշտոնյան անդրադարձել է նաեւ Իրան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ասել է, տարածաշրջանում չկա այլ երկու երկիր, որոնք այնքան սերտորեն կապված կլինեն միմյանց հետ, որքան Իրանն ու Ադրբեջանը։ Վերջերս էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը նշել էր, թե 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումները նախատեսվում են Երևանում եւ Բաքվում։ Կողմերի որոշած հերթականությամբ, մասնավորապես առանձնացրել էր Ռուսաստան-Իրան-Հայաստան երկխոսությունը։ Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան-Հայաստան եւ Իրան ձևաչափով շփումներով, տնտեսական եւ տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի եւ մշակութային մարդասիրական թեմաների քննարկման համար։ 3+3-ը, իսկ իրականում 3+2-ը թուրքական կողմի նախաձեռնած հարթակն է, որի շրջանակներում մի քանի անգամ հանդիպումներ եղել, սակայն փաստացի արդյունք չեն տվել։ Դրանցից վերջինը Ստամբուլում էր 2024-ին, հետո մասնավորապես վերջին ամիսներին Ալիևը հաճախակի է խոսում այն մասին, որ տարածաշրջանային հարցերը պիտի հենց տարածաշրջանի երկրները քննարկեն, լուծեն։ Հիմա էլ ակտիվ շփումների մեջ է վրացական-իրանական կողմերի հետ։ Եթե լինի նոր հանդիպում այս ձևաչափով, ապա կարող է այն որևէ արդյունք տալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Քաղաքագետը դրական կանխատեսում չունի, որովհետև կարծում է, պարզապես Ադրբեջանը քաղաքական կամք չունի պայմանագիր ստորագրելու, չի ուզում։ Ինչ վերաբերում է երկու տերությունների Ռուսաստանի ու Իրանի ակտիվացմանը, փորձագետը դրանք տարածաշրջանում այս երկրների ունեցած շահերով է պայմանավորում, մասնավորապես ընդգծում է հյուսիս-հարավ ճանապարհը։ Որպես կայնալ ինձանք, որը կարող է հենց կա, որպես կարևոր նշանակություն ունեցող ինֆրակառուցվածք, որը օգտակար է լինելու առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, շարունակելու, օգտագործելով եւ Ադրբեջանի եւ Իրանի տարածքը, նաեւ դեպի հարավ հետագայում հարավից Կասպարով։ Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, որը կողմերը ձեռնարկել են առանց միջնորդների, փաստորեն առաջ չեն գնում։ Փաստաթղթի համաձայնեցումից հետո որևէ առաջընթաց չկա, վերջին շրջանում նաեւ պաշտոնական հայտարարություններ չեն հնչում, կա նորություն թե ոչ։ Միջնորդների ու այլ երկրների ներգրավվածությունը գուցե կօգնի։ Քաղաքագետն ասում է, չի խանգարի, մասնավորապես ստորագրումից հետո կետերը իրականացնելու պարտավորվածությունը կավելանա։ Երաշխիքների արկայությունը եւ հանրապետության դերակատարողների արկայությունը, որոնք կարող են երաշխավորել ոչ միայն գրած, այլ նաեւ շահարկական կայուն արժանավետ համագործակցությունը երբևիցե չի հանդես եկել որպես նպաստող պայման խաղաղության վաստակման եւ արկայության համար։ Իհարկե, կախված այն բանից, թե որ երկիրն է միջնորդը կամ որ հարթակում է քննարկվում հարցը, կարող են առաջնահերթությունների տարբերություններ լինել, բայց միևնույն ժամանակ ինչ որ ձևաչափով քննարկելու համար անհրաժեշտ է երկու կողմի համագործակցային մոտեցումը, ինչը Ադրբեջանի պարագայում չկա։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։